Պարոն Մակինյան, թեև դատական նիստը դռնփակ ռեժիմով շարունակվեց, այդուհանդերձ մի փոքր պարզաբանում ինչ հարց քննարկվեց եւ ինչ որոշում կայացվեց։ Փորձեմ իրավական պարզաբանում տամ, ուրեմն ձեր ներկայությամբ ես ներկայացրեցի հիմնավորումներ, որ մենք քննարկելու ենք հարց, որը օրենքով պահպանվում է, հարգելով իմ ներկայացրած միջնորդության հիմնավորումները եւ օրենքը Հայաստանի Հանրապետությունում գործող, այդ մասին ցավոք չեմ կարող խոսել։ Եթե այլ հարցեր կան, խնդրեմ։ 30 միլիոն գրավը մնաց անփոփոխ եւ բացակայելու արգելք խափանամիջոցը վերացվեց պարոն Մակինյան։ Ուրեմն տեսեք, պարոն նախագահի նկատմամբ դուք գիտեք, որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափանամիջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափանամիջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար, այդ մասով հանգիստ եմ։ Ես հանգիստ լինելու խնդիր Այսօր միջնորդություն եք ներկայացնելու, որ եւս դռնփակ նիստում եւ ներկայացրեցիք ինչ որոշեցիք։ Դատարանը որոշեց խափանամիջոցը պահպանել։ Հասկանալի։ 30 միլիոն գրավը։ Ես այդ հարցին պատասխանեցի։ Դա հրապարակման ենթակա է, դռնփակ նիստում եթե նույնիսկ քննարկվել է որոշման մասը խափանամիջոցի հրապարակման ենթակա է, ինչ է պատճառը։ Ես ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ։ Տարակարծություններ չի։ Հացանք, որ խափանման բացակայելու արգելքը վերացել է եւ գրավն է միայն մնացել։ Ուրեմն տեսեք, բացակայելու արգելքը ավելի խիստ մեղադրանք է պարոն նախագահի համար, քան այն մեղադրանքները։ Այո, ես դրանով դնում եմ մեղադրանք։ Այո, ինչի հիմա կասեմ ինչի է դա մեղադրանք։ Քան այն բոլոր շինցու մեղադրանքները, որոնք կան։ Ինչի։ Որովհետև պարզաբանում այդպես խափանամիջոց բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամադրությամբ, այն բանի համար, որ անձը կարող է թաքնվել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելով իր անձը հաստատող օգտագործելու միջոցով։ Հարց են բարձրացնում կա մարդ, ողջամիտ մարդ, չափահաս, ողջամիտ, մտածող մարդ, որ մտածում է, որ Հանրապետության երրորդ նախագահը ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կամ այդպիսին իրագործելու ինչ-որ նպատակ։ Այդպիսի չի կարող լինել, դա բացառված է։ Դուք բոլորդ էլ գիտեք, ես այդպիսի միջնորդություններ ներկայացրել եմ նաև տխրահռչակ դիզելի գործով, նախագահ լինելով մեղադրել այդ գործով, դատարանի թույլտվությամբ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, աշխատանքային այցերով եւ դատարանի կողմից նշանակված ժամկետին պատշաճ ներկայացել, ինչը դուք փաստեցիք այսօր պարոն նախագահին անձամբ տեսնելով։ Այսինքն թաքնվելու մասին խոսելը դա խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է, դրա մասին ընդհանրապես խոսել չի կարելի, որովհետեւ դա աբսուրդ է։ Բացակայ խափանամիջոցները ընդհանրապես ինքնանպատակ չեն կիրառվում։ Եվ որպես լրագրողներ ձեզ խնդրում եմ հարցում կատարեք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քննչական կոմիտե եւ դատարաններ։ Պարզեք թե քանի անձի նկատմամբ բացակայելու արգելք խափանամիջոց կիրառված։ Դա բացակայելու արգելքը ինքնին բավականին խիստ խափանամիջոց է։ Ու դա ինքնանպատակ շատ դեպքերում առավել եւս պարոն նախագահի դեպքում կիրառվել է։ Դեռ նորից եմ ասում դրա համար է ես ասացի, որ դա շատ ծանր մեղադրանք է։ Մեծ ուղղված գործերից քանիսը էլի կայացել է բացակայելու արգելք հայտնված սրանք սա մի կողմ մյուս գործերով էլի կա բացակայելու արգելք։ Ուրեմն դիզելի տխրահռչակ գործով ընդհանրապես կա օրինական ուժի մեջ մտող դատական ակտ, որով խափանամիջոցը վերացվել է։ Որովհետև միացված գործերով կիրառված են տարբեր խափանամիջոցներ։ Այո, այո։ Մի գործով ընդհանրապես վերացված է։ Լավ եղեք, ստացում ձեզ։